եւ քո սրտի հետ այսօր խոսա։ Եվ ասո խոսքը ասում է ով ականջ ունի, թող լսի։ Եվ մենք այսօր այդ ականջը ունենք եղբայրներ քուրեր, եւ մտիկ անենք ինչ է Աստված այսօր մեզ փոխանցել։ Ես եկել եմ Կրասնոդարից եւ այնտեղից ջերմ բարերներ եմ բերել ձեզ բոլորիդ եկեղեցուց, հայկական խմբից, այդ եղբայրներից Աստված օգնի ձեզ բոլորիդ։ Շնորհակալ եմ։ Ձեր եղբայրներ քուրեր, մենք հարուստ ենք եւ այդ հարստությունը մեզ տվել է անձամբ մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ այդ հարստությունը կարող է կայանում, որ մենք աշխարհում ունենք շատ եղբայրներ քուրեր, ունենք երկնքում փառավոր ժառանգ, ունենք Քրիստոսի խոստումը աշխարհի վրա եւ ունենք Քրիստոսի խոստումը նույնպես երկնքում։ Բայց այս ամենը տրված են միայն եկեղեցու։ Երբ որ Սուրբ Հոգին իջավ աշակերտների վրա, այդ օրվանից նրանք դառան եկեղեցի։ Եկեղեցին հաստատվեց եւ տարածվեց ամբողջ աշխարհով մեկ, հասավ Հայաստան աշխարհ եւ մենք այսօր այդ եկեղեցու մասնակիցներն ենք։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ուրախացեք, որ դուք Աստծո եկեղեցու մեջ եք, եղբայրներ քուրեր։ Մխիթարվեք սրանով, որովհետեւ Աստծո համար ավելի թանկ բան գոյություն չունի ամբողջ երկրագնդի վրա, քան իր Սուրբ եկեղեցին, որը դուք եք այսօր։ Ամեն բան աշխարհի վրա պետք է վարվի, դրված է այնպես։ Աստծո բարգության կրակով պիտի խփվի այս աշխարհը։ Իսկ եկեղեցին պիտի հափշտակվի երկինք Սուրբ Հոգով։ Ամեն։ Եվ կարծում եմ Սուրբ Գրքից եղբայրներ քուրեր մի քանի տեղեր եւ մեր ուշադրությունը կդնենք մեր այսօրվա ծառայության վրա։ Ով ենք մենք այսօր Աստծո համար, ով ենք մենք այսօր մեզ համար։ Կարդում ենք Ավետարանը Հովանու առաջի գլուխ 4 համարից։ Նրանով էր կյանքը եւ կյանքը մարդկանց լույս էր եւ լույսը խավարումը լույս էր տալիս եւ խավարը չճանաչեց նրան։ Եղբայրներ քուրեր, Աստվածաշունչ Մատյանը մեծ հարստության տեղ է։ Այդ հարստությունից ինչքան էլ վերցնենք, այնտեղ չի պակասում։ Ուշադրություն դեպքում։ Նա եկավ աշխարհ, որտեղ թագավորում էր մավան զորությունը, եւ այս ամբողջ աշխարհը նման էր անապատի, որտեղ տիրում էր խավարը, եւ այդ խավարի մեջ լույս ծագեց։ Քրիստոսը ծնվեց աշխարհ եւ աշխարհում լույս տարածեց։ Եվ գրված է. եւ նա լույս արեց մարդկանց մեջ։ Գիտեք, մարդ կարող է լույս ունենա, բայց իր տան մեջ մենակ այդ լույսում օգտագործի։ Այն դժվար տարիներում, երբ որ Հայաստանում լույս չկար, գազ չկար, մենք էլ տեսնում ես ամբողջ փողոցը խավարի մեջ, ինչ որ մեկի տունը լույս է վառվում։ Մեկը դիժոկա դրել, մեկը ինչ որ մի բան է ձեռնարկել, այդ տան մեջ լույս կա, եւ զարմանում ենք, ասում ենք, այս մարդու տան մեջ լույս կա, բայց այդ լույսը միայն իր համար է եղբայրներ քուրեր։ Քրիստոսը եկավ աշխարհ ոչ թե միայն իր համար լույս անել եւ այդ լույսի մեջ քայլել, այդ լույսը ուրախանալ, ոչ, նա եկավ այդ լույսը տարածելու աշխարհի մեջ։ Նա քայլում էր այնտեղ, որտեղ խավար էր, եւ այդ խավարը լուսավորում էր։ Եվ այդ լույսը այսօր հասավ դեպի մեզ, Տերը փառավորում։ Եվ այդ լույսի իշխանությունը այնքան փառավոր էր, որ խավարը իր ամբողջ զորությամբ տերելով աշխարհը չկարողացավ հաղթել եւ պատերազմել այդ լույսի դեմ։ Երբ որ լույսը գալիս է խավարի մեջ, նա չի հարցնում. դու ինձ թույլ կտաս, որ ստեղ ես մի քիչ լուսավորեմ։ Նա չի հարցնում, կարող է քո հետ մի քիչ պատերազմելու գործ ունեմ։ Ոչ, նա իշխանություն ունի, որտեղ լույս այնտեղ խավար չկա, Տերը փառավորվի եղբայրներ քուրեր։ Եվ որտեղ լույսը գալիս է, խավարը մի ակնթարթում հայտանում է։ Ով ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ծանոթ է, գիտեք, որ ամենամեծ արագությունը լույսի արագությունն է, եղբայրներ քուրեր։ Ямар երբ որ լույսը գալիս է, նա մի ակնթարթում խավարն հայտարարում է։ Տերը օրհնի մեզ։
Եվ տեսեք այս միտքը շարունակելով մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր քարոզի մեջ հետևյալ միտքն արտահայտում։ Ավետարան Մատթեոսի 5-րդ գլուխ 13-14 համարները։ Դուք երկրի աղն եք։ Երկրորդը 14 համարը։ Դուք աշխարհի լույսն եք։ Հետաքրքիր խնդիր է եղբայրներ քրեր։ Հիսուսը գրված է նա լույս էր մարդկանց համար։ Եվ այս լույսը տարածեց աշխարհով մեկ։ Եկավ ժամանակ նա համբարձվեց այս երկրից։ Թողեց այս երկիրը։ Մենք մարմնով Հիսուսին չենք տեսնում եղբայրներ քրեր։ Բայց տեսեք նա ինչ է ասում։ Դուք աշխարհի լույսն եք։ Տեր Աստված, ես մարդ եմ։ Ես ոնց կարող եմ աշխարհի լույսը լինել։ Դա անհնարին է, Տեր Աստված։ Դա միայն դու կարող ես լինել, որտեղ դու երկնքից ես իջել։ Քո մեջ կա աստվածային ճշմարտություն, քո մեջ կա աստվածային զորություն, քո մեջ կա աստվածային իշխանություն, բայց ես ով եմ, որ ես լինեմ աշխարհի լույսը։ Տեր Հիսուս, քո ասած խոսքը իմ գաղափարի մեջ չի տեղավորում։ Բայց Քրիստոսի ճշմարտություն էր խոսում եղբայրներ։ Նա երբեք պարապտեղը խոսք չի ասել։ Քրիստոսի ասած բոլոր խոսքերի մեջ կան աստվածային բովանդակություն, աստվածային փառք եւ աստվածային զորություն։ Եթե այս խոսքը ուղղված է ինձ եւ քեզ, եւ այն ժամանակ ուղղված էր աշակերտներին, դուք եք աշխարհի լույսը։ Մենք այսօր պետք է միտք առնենք։ Տեր Աստված, եթե դու ինձ ընդունում ես որպես լույս, ուրեմն ստեղ մի բան կա։ Եվ ոչ թե լույսը միայն իմ համար եւ իմ ընտանիքի համար։ Ինչպես են ժամանակներ, երբ որ ինչ-որ մեկի տունը լույս էր վառվում։ Այդ լույսը ոչ մեկ ուրիշին չէր տանում, մենակ իր տունն էր բանում։ Ես ոչ թե իմ համար եմ միայն լույս, իմ ընտանիքիս համար, իմ ծնողներիս համար, իմ երեխեքիս համար։ Նա ասում է դու աշխարհի լույսն ես, ամեն եղբայր, ամեն քույրիկ։ Քրիստոսը այդպեսի մեծ կոչում է դրել քո եւ իմ վրա։ Եվ քանի որ նա մեզ ընդունում է որպես լույս եւ կոչ է անում, ասում է դու լույս ես աշխարհի համար։ Եվ քանի որ այդ լույսի իշխանությունը Աստված տվել է քեզ եւ ինձ, նա քեզ վերցնելու է եւ բարձրացնելու է։ Ոչ թե դու ես քեզ բարձրացնելու վերև դες բրթելով։ Ոչ, նա քեզ վերցնելու է եւ բարձրացնելու է։ Այսօր եղբայրը խոսեց։ Կան մարդիկ, որ 5 տարի կարող է սովորեն մի տեղ, 5 տարի աշխատեն, ոչ մեկ չիմանա, որ նա հավատացյալ է։ Ինչու՞։ Դու կարող ես ոչ մեկին չասես, որ դու հավատացյալ ես։ Բայց քո կյանքը այնպեսի լույս է, որ նրանք ուզած, չուզած կհարցնեն, կասեն դու ով ես։ Ամեն։ Դու ով ես։ Այս վերջերս մի տեղ գնացել ենք, զրուցում ենք մի կնոջ հետ, նա հարցեր էր տալիս, մենք պատասխանում ենք, հետո կանգնեց, ասում է դուք հավատացյալ եք, ասում ենք այո, դե ասում է պարզ արդեն, դուք հավատացյալ եք, միտեղ տենց էլի մենք զրուցում ենք, բարձր պաշտոնիկին էր նստած, էլի հարցեր էր տալիս, ասում է լավ, ես մի բան չեմ հասկանում, այսքան բարի գործ դուք եք անում, անում ենք էլի, ասում է դուք կամ գիժ եք, կամ էլ սուրբ եք, երկուսից մեկը, եղբայրներ քույրեր, մենք սուրբ ենք, Տերը փառավորի, Հալելույա, հալելույա, որ մարդը կարա անվճար բարի գործ անի, որ մարդը կարա անշահագործ իր ժամանակը ծախսի, ուրիշին բարձրացնի, ուրիշին օգնի, Աստծո լույսը հայտնի, ով կարա տենց անի եղբայրներ քույրեր։ Միայն նրանք, որոնց մեջ Աստծո լույսը կա, Տերը փառավորի։ Եվ հիմա Քրիստոսը ընդունում է մեզ որպես լույս։ Եվ դա բարակ խոսքեր չէ։ Լույս դառնալու համար կան մի քանի պայմաններ։ Առաջի պայմանը։ Քո մեջ պիտի լինի Աստծո ավետարանի խոսքը։ Որտեվ մարդը ինքը իրանով չի կարա լույս տալ, մարդու մեջ խավար է թակալում։ Բայց երբ որ գալիս է ավետարանի լույսը, նա քո մեջ ճրակ է դառնում։ Սմա վառվել քո մեջ, քեզ հանգիստ չի տալիս։
Դու միտեղ մտնում ես մարդիկ խավար, տխուր, մի քանի խոսք ասես մարդիկ ուրախացան, նախիտ հարվեցին, շարունակեցին քո ճանապարհը։ Ինչու՞, որովհետև քո մեջ լույս կա։ Ես հիշում եմ, երբ որ փոքր էի, մի անգամ այցելեցինք մեր բարեկամներին, Ռակով Հիվանդ էր տան գլուխը, իրանց հայրը Ռակով Հիվանդ էր, սաղ տխուր, ծանր, նստած, երեխեքը բժիշկ են, բայց ոչ իմանով չեն կարող օգնել, գտել ցավերի մեջ, ամեն օր տառապում էր։ Եկանք այցելեցինք, ես փոքր էի, հայրիկն էր մեր հետ, եւ հայրիկը զրուցում էր իրանց հետ եւ շարունակեց մոտ մի 2 թե 3 ժամ զրույցը շարունակվեց։ Իրանք կլանված լսում էին։ Մեկ էլ երեխեքից մեկը, որը բժիշկ էր, ասում է. «Ժողովուրդ ջան, հələ մի րոպե, հələ մի րոպե էլի»։ Դուք տեսաք, որ պապան 3 ժամ ուշադիր լսել է ու ոչ մի ցավ չի ունեցել։ Սա զարմանալի է։ Աստծո հոգին ինչ էր այնտեղ եղբայր։ Ինչքան կարևոր է, որ մենք լույս լինենք։ Իմ հայրիկիս հետ մի հատ կին էր աշխատում, դեռ մեծ, ուրեմն տենց տեղ էր, շատ մարդիկ էին ունդեղ նստած, ամեն մեկ երագործով էր զբաղված, բայց կար մի կին, որը հետո ապաշխարեց եկավ եկեղեցի եւ վկայում է, ասում է ես օրգանների կողմից հանձնարարություն ունեի Սերգեյի հետևից ամեն օր հետևեի, ով է զանգում Իրանին, ում ինչ է ասում, երբ է դուրս գալի, երբ է ներս մտնում, ոնց աշխատում, ամեն քայլը պետք է հետևեի ու զեկուցեի։ Ասեց երկար տարի նրան հետևեցի, վերջապես ապաշխարեց։ Ամեն։ Հասկացա, որ սուրբ մարդ։ Եվ այսօր եկեղեցու անդամ էր, հետո արդեն ննջեց գնաց երկինք եղբայր քրեր։ Հիմա ինչ եմ ուզում ասել, մենք այսօր կանչված ենք լույս լինել եղբայր քրեր։ Մեր հետևից շատերը ուշադիր նայում են։ Այս աղջիկը, այս ինչ հետաքրքիր աղջիկ է։ Ոչ քսվում է, ոչ անկարգ գործերի մեջ մասնակցում է, ոչ իրան անկարգ պահում է, հագուստը պարկեշտ, այս դարվա մեջ սենց աղջիկ կա և հարց առաջանում, ով ասա։ Աղջիկը հավատացյալ է, չէ՞։ Եղբոր հետևից նայում են, ասում են մարդ, այս սիրուն երիտասարդը, այս շնորհքով տղեն, այս խելացի տղեն, ոչ անկարգության մեջ մասնակցում է, իրան զուս պահում է, վարքը գեղեցիկ, շնորհքով, խոսքը տեղը տեղին, այս տղեն ոնց որ ես երկարագնդից չի, տղա ջան դու ով ես, երևի հավատացյալ ես, ասում է այո, լույսը ձեր մեջ, որը Քրիստոսի ավետարանի խոսքով լեցվել է, նա զորավոր գործում է։ Երկրորդ կարևոր եղբայրներ քուրեր պայմանը, որ լույսը մեր մեջ արտահայտվի, դա Սուրբ Հոգու ծառայությունն է։ Աստված Սուրբ Հոգով մկրտեց մեզ։ Ասեք եղբայրներ քուրեր, մարդ կարա ինքն իրան Սուրբ Հոգով մկրտի։ Կարա թե ոչ։ Չի կարա։ Իսկ եղբայրները կարան գանքել Սուրբ Հոգով մկրտել։ Չէ։ Ուրեմն դա հավիտենական Աստծո զորավոր գործն է։ Եթե Աստված քո կյանքի մեջ աստվածային գործ արել, որը ամբողջ աշխարհում ոչ մեկ չի կարող անել, ուրեմն ուրախացի դրանով։ Եվ հարց. ինչի է Աստված ինձ եւ քեզ Սուրբ Հոգով մկրտում։ Ինչի է գործ անում։ Չէ որ Աստված իր բոլոր գործերի մեջ աստվածային բովանդակություն է դնում։ Ինչ աստվածային բովանդակություն կա Սուրբ Հոգու մկրտության մեջ։ Եղբայրներ քրեր։ Միայն Սուրբ Հոգին է, որը կարող է պատրաստել մարդուն հավիտենության համար, որտեղ նա գիտի հավիտենության պայմանները, նա գիտի այդ թագավորության գաղտնիքները, եւ այդ գաղտնիքները իմանալով նա պատրաստում է մարդու հոգին եւ մարմինը, որ մենք սուրբ լինենք, մաքուր կյանք ապրենք։ Սուրբ Հոգին մեզ պաշտպանում այս խավար եւ չար աշխարհում։ Մի անգամ մեր եկեղեցի մի ազնվորություն եկավ եղբայրներ։ Շատ գեղեցիկ տղա էր, մոտ տենց մի 28-29 տարեկան, դա Կրասնոդարում ա տեղի ունեցել։ Վերջի մոտեցավ, լսեցին զրուցել եւ բանից պարզվեց, որ նա կախարդ է։ Կախարդ է, բանից բուն իմաստով։ Եվ սեց խորաներ հարցերի մեջ եւ այլ։ Եվ նա ասում է, ես ամեն ինչ կարող եմ անել։ Ես մեծ զորություն ունեմ։
Ես էլ հանգիստ ինքը խոսում է, ես հոգով աղոթք եմ անում, հոգով եմ աղոթում, շատ իրեն եք եղբայրն քրիստիան, հոգով եմ աղոթում, ինքը խոսում է, ես հոգով ի մեջ աղոթք եմ անում, ու ինքը զգում է, որ մի բան կատարվում աստեղ, հետո վերջում ասում է, ես ուզում եի քեզին իշխանության տակ վերցնել չկարողացա, բայց კი չիմացավ էլ քիչ չկարողացա, որտեղ Սուրբ Հոգին գործ ուներ եղբայրներ Վերջում սպառնած ինձ ասում է, ուզում ես իմ զորությունը քո վրա զգաս, ասի լսի, ես քեզանից ոչ վախենում եմ, ոչ էլ մտադիր եմ վախենալու, որովհետև այն, որը իմ մեջ է, անչափ զորավոր է նրանից, որը քո մեջ է։ Հալելույա։ Տերը օրհնի մեզ եղբայրներ։ Հատեսեք Սուրբ Հոգին ինչ մեծ առավելություն է տալի մարդուն։ Ամբողջ տիեզերքում չկա մի զորություն, որը կարողանա հաղթել Սուրբ Հոգու զորությանը։ Հավատում եք սրան, եղբայրներ։ Ամեն։ Եվ այդ զորությունը այսօր ձեր մեջ է, ուրախ եք։ Ձեր սրտում է։ Հիմա տեսեք, մեր մեջ կա Աստծո խոսքի լույսը եւ Սուրբ Հոգու զորությունը եւ ծառայությունը։ Նորից եմ ասում, չկա նման մի ուժ, որը կարողանա հաղթի Աստծո խոսքին եւ Սուրբ Հոգու զորությանը։ Դրա համար Հիսուսը ասեց, ես կշինում իմ եկեղեցին եւ դժոխքի դարպասները չեն կարող հաղթել այդ եկեղեցուն։ Չեն կարող, ինչու՞, այնտեղ կա Աստծո զորավոր խոսքը եւ Սուրբ Հոգին կա եկեղեցում։ Բայց դու անձամբ եւ ես անձամբ ունենք իշխանություն մեր մեջ Աստծո խոսքը լրացնելու եւ Սուրբ Հոգու աղոթքը մարելու։ Նորից եմ ասում։ Ամբողջ տիեզերքում եւ նույնպես դժոխքում չկա մի զորություն, որը կարողանա Սուրբ Հոգուն եւ Աստծո խոսքին հաղթել։ Բայց ես եւ դու ունենք հնարավորություն եւ իշխանություն։ Աստծո խոսքը լրացնել մեր մեջ եւ Սուրբ Հոգու ծառայությունը մանենք։ Եվ դրա համար այսօր սատանան մեծ ջանք է խաղում, որպեսզի քրիստոնյա երիտասարդները Աստծո խոսքը չկարդան եւ Սուրբ Հոգով չաղոթեն։ Տարբեր պատճառներով։ Խնդրում եմ ձեզ, անկեղծ լինենք։ Ես էլ ձեր նման եմ։ Խնդրում եմ ձեր բարձրացեք, ով է ամիսը մի անգամ Սուրբ Գիրք կարդում։ Իսկ ով է կարդում շաբաթը մի անգամ։ Իսկ ով է կարդում ամեն օր։ Աստված օրհնի ձեզ։ Երևի կեսի չափը կարդում են ամեն օր, նույնիսկ կեսի չափը չեն կարդում ամեն օր Աստծո խոսքը։ Եղբայրներ քույրեր, մեր հավատքը զորանում է միայն Աստծո խոսքից։ Ոչ հրաշքներից, ոչ երևույթներից, ոչ ես իմ տարբեր բաներից։ Քրիստոսի օրոք այդքան հրաշք տեղի չունի, այդքան հրաշքներ, ինչքան եղել է Քրիստոսի ժամանակ, եղբայրներ քույրեր, երևի ոչ մի ժամանակ այդ հրաշքներ տեղի չի ունեցել, բայց մարդիկ կանգնեցին ասեն խաչ նրան։ Ինչքան հրաշք ուզում ես տես, ինչքան լավ քարոզ ուզում ես տեսի, իմ եւ քո հավատքը զորանում է միայն Աստծո խոսքից։ Դրա համար ամեն օր Աստծո խոսքը կարդացեք եղբայրներ քույրեր։ 9 տարեկանից հայրիկս ինձ ավետարան նվերտվեց։ Այն ժամանակ Պավել եղբայր եւ մեր տարիքով եղբայրները գիտեն ինչ բաներ ավետարան ունենալը, չէ՞, դա մի հատ հատուկ հարստություն էր։ Այդ օրվանից մինչև այսօր ես իմ արդեն 57 տարեկան եմ համարել եղբայրներ քույրեր։ Մինչև այսօր հայրիկի խոսքը իմ մեջ կա, ամեն օր Սուրբ Գիրք կարդա։ Ամեն օր Սուրբ Գիրք կարդա։ Եվ ես մինչև այսօր խելոք երեխու պես եթե ամեն օր Սուրբ Գիրք չկարդամ, իմ հոգին սով ապրում եղբայրներ քույրեր։ Եթե ես ամեն օր Սուրբ Հոգով չաղոթեմ, ես տկան մարդ կդառնամ։ Եթե Աստծո խոսքի լույսը եւ Սուրբ Հոգու զորությունը ես չօգտագործեմ ամեն օր եղբայրներ քույրեր, ես կդառնամ մի տկար թշվառ ազնվություն։ Թող Տերը օրհնի մեզ բոլորիս եւ զորացնի մեզ։ Դուք եք աշխարհի լույսը։ Դուք եք աշխարհի աղը, եղբայրներ քույրեր, եւ Աստված մեծ ապագա ունի ամեն մեկի վերաբերյալ։ Նա գիտի, որ ձեզ պետք է ամուսնություն։ Նա գիտի, որ ձեզ պետք է աշխատանք։ Նա գիտի, որ ձեզ տուն տեղ է պետք։ Նա գիտի, որ ձեզ շատ օրհնություններ է պետք։ Այդ ամենը երկնքում արդեն պատրաստված է ձեր համար։
Ուրախ եք սրանով թե ոչ։ Արդեն պատրաստված է, երկնքում իր կյանքի գիծը արդեն գծված է, որ տարի ինչ տեղի պետք է ունենա։ Եթե հնազանդվենք Աստծո գործի մեջ եւ Աստծո ձեռքի տակ, այս ամենը կկատարվի։ Իսկ եթե մեր ճանապարհը ծռենք եւ մեր սրտի ուզածով գնանք, եղբայրներ քույր ջան, այս ամենը չի կատարվում։ Թող Տերը փառավորի։ Մենք հիմա աղոթք պիտի անենք։ Եվ այս աղոթքի մեջ տեղ տանք Սուրբ։ Աղոթեք օտար լեզուներով, մի ամանչեք, եղբայրներ քույր։ Թող Սուրբ Հոգին իջնի այսօր այստեղ։ Եվ կարող է լինի դեպքերը, որ Աստված այսօր շատերին նվերներ կտա Սուրբ Հոգու մկրտություն։ Եվ դու այդ ուրախությամբ կլցվես այսօր։ Դա հնարավոր է թե ոչ, եղբայրներ քույր։ Նա այստեղ է, նա է Սուրբ Հոգու մկրտողը։ Խնդրում եմ, տեղ տվեք Սուրբ Հոգուն, թող Տերը փառավորվի, իսկ մենք լուսավորվենք։ Ամեն։ Աղոթենք։